Սաթխագյուղը Նինոծմինդայի շրջանում, Սարերի գրկում խաղաղ ու հպարտ կանգնած իր մեջ կրում է դաշտերի շունչը։ Բարձր լեռները կարծես պահաբաններ լինեն, որոնք պաշտպանել ու պահպանել են այս փոքրիկ, բայց մեծ պատմություն ունեցող բնակավայրը։ Նախնիները գաղթելով Էրզրումից իրենց հետ բերեցին ոչ միայն ընտանիքներն ու հիշողությունները, այլ նաև հավատը, լեզուն, ավանդույթն ու աշխատասիրությունը։ Ծանր ճանապարհ անցնելով նրանք այստեղ հիմնեցին նոր օջախ, նոր կյանք, նոր հույս։ Առաջին տարիները լի էին դժվարություններով, խստաշունչ ձմեռ, անծանոթ միջավայր, պայքար գոյության համար, սակայն կամքի ուժն ու միասնականությունը հաղթեցին ամեն փորձության, քար առ քար կառուցվեցին տները, հողը մշակվեց, ծուխը բարձրացավ օջախներից, եւ Սաթխան սկսեց շնչել իր սեփական պատմությամբ։ Այդ պատմությունը գրվել է քրդինքով, հավատով ու անմար սիրով հայրենիքի հանդեպ։ Իմացել եք, որ սաթխացիները եկել են Էրզրումյան արձակախտի տարին 1830 թվականի մայիսին, ինչպես Ջավախքի ամբողջ ժողովուրդը, այնպես էլ սաթխացիները մայիսի վերջերին սաթխացի նախնիները Ծաղկի, Ջինից և Սոգուտլու գյուղերից միավորվեցին գաղթի ճանապարհին և բռնեցին Ռուսաստանի տարածքի ճամփան։ Անսահման տառապանքով, կամաց ինչ որ իրենց հետ վերցրել էին գաղթականները, օրեր ու շաբաթներ քայլերով եկան հասան Սաթխա։ Սաթխան ավերակ գյուղ էր, մի քանի ընտանիք էին մնացել այստեղ, թուրքերի դիրապետության ժամանակ Ջավախքի գյուղերը լրիվ քայքայվել էին, ցրվել էր ժողովուրդը, տարբեր կողմեր էր գնացել, բայց երբ 30 թվականին գաղթը Կարապետ արքիեպիսկոպոսի գլխավորությամբ հասավ Ջավախք, սաթխացիները կանգ առան այս ավերակ գյուղի գլխին, տեսան, որ հարմար է այստեղ բնակվելը, գետը կար նախ, գյուղը երկու մասի բաժանած գետը կար, դա կյանքի գոյության մեծ նշան էր։ Գետում էլ անսահման ձուկ կար այն ժամանակ, հատկապես Ջավախքի կարմրա խայտը։ Որոշեցին և մնացին։ Դա մայիսին էր, երբ արթնացել էր բնությունը, Ջավախքը ծաղկել էր, կանաչապատվել էր, թվում էր, թե դրախտ է այս երկիրը, իհարկե թաքցնելով իր հետևում Ջավախքի սոսկալի այն ժամանակվա սոսկալի ձմեռը։ Ապրեցին, բայց ինչպես ապրեցին այդ տարվա ձմեռը։ Մի կերպ, ինչպես ասում են, հողածածկ տներում չիմով էին պատերը շարում, որպեսզի պատսպարվեին, տաքանային։ Սաթխա անունը եկան և տեսան, որ այս անունը կա, այդ անունը այդպես էլ թողին, մնաց Սաթխա։ Այսօրվա դրությամբ Սաթխան, ինչքան որ գյուղում մարդ է ապրում այսօրվա դրությամբ, այդպեսի 4 անգամ սաթխացիներ թողել են գյուղը և ապրում են օտարության մեջ։ Այսօր Սաթխան շարունակում է ապրել պահպանելով իր արմատներն ու ինքնությունը։ Գյուղի նեղլիկ փողոցներում դեռ լսվում են նախնիների պատմությունները, իսկ տարեցների աչքերում փայլում է հիշողության լույսը։ Սերունդներն աճում են այն գիտակցությամբ, որ իրենց գյուղը պարզապես բնակավայր չէ, այլ ժառանգություն փոխանցված սերնդեսերունդ։ Սարերի լռության մեջ Սաթխան ունի իր ձայնը, դա աշխատասեր մարդու ձայնն է, որը հողին է կապում սիրով, դա մայրենի աղոթքն է խաղաղ օրվա համար, դա երեխաների ծիծաղն է, որ հույս է տալիս վաղվա նկատմամբ։ Երկար կյանքի ճանապարհ անցած այս գյուղը շարունակում է կանգուն մնալ հավատարիմ իր արմատներին, պատմությանը և ապագայի հանդեպ հավատին։